Բարի երեկո սիրելի այրնագիցներ, անգամ եւս կմիանանք ձեզի վերադարձ այս այդակրով, որոնց նպատակն է օգտակար լալ Հայաստանի, գաբեր հաստատել Հայաստանի հետ, զորավոր գաբեր հաստատել Հայաստանի հետ եւ վերադառնալ Հայաստան եւ մեր մասնակցությունը բերել Հայաստանի ամենօրյա կյանքին, ընկերային, մշակութային, քաղաքական կյանքին եւ աբակայի ուրեմն զարգացման եւ բայկարի համար։ Եվ ուրեմն քանի որ բազմաթիվ խնդիրներ ունենք այսօր Հայաստանի մեջ, պետք ունենք բազմաթիվ լուծումներու եւ բազմաթիվ արժեքավոր մարդկանց, որովհետեւ այդ բայկարը մղեն եւ ունենանք զորավոր, միասնական եւ թիվով շատ ավելի բարձր, քան այն թիվը, որ այսօր ունենք Հայաստանի մեջ։ Այսօրվա իմ ծրագիրս բնության բաբանության հետ կապված է Եվ այդ ուղղությամբ ունիմ 3 հյուրեր Հայաստանեն, որոնք եկած են եւ պիտի ուրեմն այցելեն դարբեր շրջաններ Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ, ներկայացնելու համար դժվարին իրավիճակը, ցախավեր իրավիճակը Հայաստանի բնության բաբանության մեջ եւ այդ ուղղությամբ պիտի խոսին դարբեր հարցերու մասին, բայց նախքան ադիգա ես կուզեմ բզդիկ գարցևով ներկայացնել իսկական իրավիճակը, ուրեմն բնապահպանության աղետները Հայաստանում, նախ ավելի լավ գլա եթե ոչ ներկայացնեմ ձեզի, ուրեմն իմ ցախից կգտնվի նշանավոր Եղիա Ներսեսյանը, որ ակտիվիստն է Հայաստանի մեջ, իրեն շատ անգամ կտեսնենք իմ TV ծրագիրներուս մեջ, տարբեր դեսայրիզներու մեջ, ինքը խրոխտ անցման է եւ կբայկարի արտարության համար։ Այսօր ինքը մեր դավարի մեջ պիտի ներկայացնե բնության բաբանության հետ կապված տարբեր հարցեր եւ պիտի ունենանք նաեւ ձեր կողմէ ուղղված հարցումներ, որ ավելի հետաքրքիր լա եւ ցեզի մասնագիտ դարձնենք այս բոլորին։ Ուրեմն Եղիա Ներսեսյանի կողքին կգտնվի Աննա Աղալամազյանը, որ նույն ցևով ակտիվիստն է բնության բաբանության գծով եւ ուրախ եմ, որ ունենք օրիորդը, որ ինչպես գիտեք, ասկե 3-4 շաբաթ առաջ օրիորդ Սուզի Պետրոսյանը իմ ծրագրից ելավ, որ 3 ամիսով Հայաստան կացած էր եւ այս խումբին հետ միասին աշխատակցած էր եւ դեսանք ինչ ձևով այս Սուզանը ներկայացուց իր աշխատանքը եւ ինչպես ինքը իր 3 ամսվա մեջ ինչ բարեփոխումներ ունեցավ իր մեջը եւ այսօր մեր հետն է եւ գտիդե, բայց այստեղ իմ գողից չէ։ Իսկ իր Աննային կողքին գա բարոն Լևոն Գալստյանը, որ նաեւ աշխարհակետ է, եթե չեմ սխալիր, եւ նույն ցևով ուրեմն ունիկ ավազի 3 տարբեր անձեր, տարբեր բնակավարերու մեջ մասնակցած, որոնք պիտի մեզի լուսապանեն այն խնդիրները, որ այսօր ունենք Հայաստանի մեջ ունեցած ենք վերջին 20 տարիներու ընթացքին եւ հետեւաբար մենք ուր գնանք գերտալ, եթե պետք եղած քայլերը չառնվին բնության բաբանության գծով։ Ես կուզեի գարտալ այս գրությունը, բայց ավելի հետաքրքրական կլա, եթե արիտը դամ հիմա Եղիա Ներսեսյանին, որ մեզի նախապանով ներկայացնե, թե նախ իրենք ինչու եկած են, ինչ է, որ չափով կարևոր է այսօր Հայաստանի բնության բաբանության իրավիճակը եւ ինչու մենք պետք է գիտնանք այդ մասին։ Հրամեցեք։ Նախ բարի երեկո ասեմ հանդիսատեսին, ովքեր նայում են մեզ հիմա, նշեմ, որ մենք ունենք կարգախոս, որը բազմիցս բարձրաձայնել ենք դրա մասին, որ բնապահպանությունը Հայաստանապահպանություն է այսօր եւ օրհասական է պահը։ Ու դա մի խումբ բնապահպան ակտիվիստների էմոցիոնալ դրսևորումը չի, արտահայտման միջոցը չի, դա որպես իրականություն, որպես պատկեր
մենք մոտարևես ժամ 10 րոպեանոց նյութ ենք բերել, ոչ պրոֆեսիոնալ ֆիլմ, չնայած իրան ֆիլմ են անվանել, բայց դա մեր նկարահանածն է, մենք ոչ մեկս պրոֆեսիոնալ չենք։ Դա խոսում է այն աղետի մասին, որը Սյունիքում այսօր իրենք նյութը կոչվում է Հայաստանի կոտրվող ողնաշարը, որ մենք կորցնում ենք Հայաստանի ողնաշարը, որը անվանել է Գարեգին Նժդեհը, ոնց որ Արցախ եւ Հայաստան դա Հայաստանի ողնաշարն է։ Իդեպ շատ կարևոր բան նշեմ, երբ որ մենք այցելեցինք Սյունիք, չնայած մենք գիտենք այդ ամեն ինչի մասին եւ մենք չէինք դրամատրված, որ մենք պետքա նկարահանենք, բայց երբ որ այդ իրականությունը տեսանք եւ մասշտաբը հասկացանք, որոշեցինք շատ արագ անցնել գործի եւ հնարավորինս սա, այնինչ որ կատարվում է 5 օրվա մեջ, նկարահանել եւ հասցնել համայն հայությանը, անկախ իրանց ապրելու վայրից, որով իրազեկման լուրջ խնդիր կա այսօր։ Այսինքն այդ ամեն ինչը մենք որ 3 տարի է բնապահպանական գծով տարբեր ձևերով պայքարում ենք, մենք նույնիսկ չգիտենք, որ մասշտաբը այդ աստիճանի լուրջ է, ինչ որ կատարվում է։ Մեր այսօր Ամերիկա գտնվելու գլխավոր առանցքային պատճառը ես կոնե կարծում եմ, որ դա է, այս նյութը պիտի տարածվի եւ այս առաքելությունը պիտի ամեն մի հայ իր վրա վերցնի համայն աշխարհով, անկախ իր ապրելու վայրից, երիտասարդները համալսարաններում կուսակցությունները պետք է անցնեն գործի իրանց երիտասարդներին ցույց տան, որով սա Հայաստան է եւ վերջ։ Սա բոլոր հայերի խնդիրն է։ Մենք ընդամենը նախաձեռնություն ենք, ակտիվիստների մի խումբ ենք, մենք ոչ մի կուսակցություն չենք ներկայացնում, շատ կարևոր բան պետք է նշեմ եւ սա բոլոր հայ ժողովրդին է։ Մենք բաց տալիս ենք մի նյութ, ասում ենք սա է Հայաստանի պատկերը։ Մտածեք ինչ կարող եք անեք։ Այո։ Եվ այդ մենք պետք է արթնանանք եւ իրականությունները իմանանք եւ ճիշտ այդ է որ դուք կնեք իսկ ուրիշ ինչ կնակ ասել ես կուզեմ քիչ իմ գործընկերները խոսան Կտրեմ ուրեմն Անա գամ անցնիմ Լևոնին Լևոն մեկը դու ինչ կարող գուզես ասել իբրև նախապան Ուրեմն բարի երեկո փաստորեն բնապահպանական ոլորտում եղած վիճակը մենք կոնկրետ ծանոթացանք մոտապես 3 տարի առաջ սկսեցինք դրանով զբաղվել եւ փաստորեն այդ գործողությունների շարքը եւ շփումները այդ ոլորտում քաղաքականության հետ մեզ համար պարզ դարձրեց որ իրականում լուրջ խնդիրներ ունենք եւ մենք սկսեցինք ավելի մանրամասն եւ հետեւողական այդ գործով զբաղվել Դրա արդյունքում մենք տեսանք այն պատկերը, ինչ որ այսօր Հայաստանում կատարվում է եւ հասկացանք, որ մինչեւ յուրաքանչյուր հայ մարդու, յուրաքանչյուր սրտացավ մարդու այդ ինֆորմացիան չփոխանցի, շատ դժվար կլինի դրա այդ հարցերի լուծումը գտնել, որովհետեւ ըստ էության պետական մարմինները, քանի որ մենք նաեւ այդ ընթացքում շփվել ենք պետական մարմինների հետ, նաեւ այդ բնակավարում հարցեր առաջանալու դեպքում, ըստ էության պետական մարմինները հստակ քաղաքականություն չեն վարում բնապահպանական ոլորտում, ավելին ասեմ, այդ քաղաքականությունը ընդհանրապես չի վարվում։ Այսինքն ամեն ինչ թողված է ինքնահոս վիճակի եւ ըստ էության թույլատրելի է ամեն ինչ, եթե կա ինչ որ ընդհանուր որոշում, որ ենթադրենք այս ոլորտը պետքա զարգանա, ասենք հանքարդյունաբերությունը պետքա զարգանա, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է։ Օրենքները կարելի է փոխել այնպիսի ձևերով, որ ավելի հեշտ լինի այդ գործողությունները կատարել։ Մի ուրիշ ոլորտ պետքա զարգանա, ուրեմն այդտեղ ենք փոխում օրենքները եւ թույլատրում ենք ամեն ինչի վրա խաչ քաշելով, հա, բնության, մարդկանց առողջության, այլ հարցերի ուղղակի զարգացնել այդ ոլորտները առանց մտածելու թե ինչ հետևանքներ դա կարող են բերել մի 10, 20, 30 տարի հետո։ Ու այդ փաստերը երբ որ գումարվում են իրար, հասկանում ես որ պետք է լուրջ ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել, իսկ լուրջ միջոցառումներ կարող ենք ձեռնարկել միայն երբ որ մենք ինչ-որ միասնական խումբ ենք, հա միասնական մարտիկ ենք եւ իրար հետ այդ փոխանցում ենք այդ ինֆորմացիան, իրար հետ համագործակցելով ջանք ենք դնում, որպեսզի այդ խնդիրների լուծում գտնենք։ Այս է հիմնական նպատակը եւ հիմնական ցանկությունն էլ է, որպեսզի այս ֆիլմը նայելուց հետո մարտիկ նաեւ հասկանան, որ բնապահպանության ոլորտը նաև շատ կարևոր է Հայաստանը, որովհետև ինքը ըստ էության փոքր երկիր է եւ դա շատ կարևոր է այդ երկրի համար, մեր երկրի համար եւ դրան վրա այդպիսի անուշադիր վերաբերմունք ցուցաբերել ուղղակի չի կարելի։ Այո։ Իսկ Անա, ինչ կարծես թե ինչու համար մեր ամբես գերեւի թե մեր pedagogiությունը Հայաստանի մեջ հստակ ծրագիր չունի թե տնտեսական, թե ընկերային, թե քաղաքական այնպիսի քաղաքականություն, որ
բայց շատ է Հայաստանի բնության եւ հայության Հայաստանի համար։ Գիտեք, եթե Հայաստանի դեր լար Սաուդի Արաբիա լման դարբեր քաղաքականություն բիլլար, իսկ Հայաստանի բնությունը իբրև լեռնաշխարհ, ուրեմն այդ քաղաքականության բագասը եւ գարջադեսության եւ շահի այդ մոդեցումը ամեն ինչ կավրե։ Ուրեմն ինչ կուզես ասել այդ ուղղությամբ իբրև նախապան ասենք, ինչ որոնք են հիմնական խնդիրներ մոդեցումը ասենք, որ դգար է կամ ցախողած է։ Ես եմ ողջունում բոլորին։ Գիտեք, կարծում եմ, որ մեր բոլորի մեզանից յուրաքանչյուրի բազմաթիվ սխալների պատճառով անտարբերությունը, վախը, չիմացությունը մենք եկել հասել ենք մի շատ վտանգավոր համբավանի, որտեղ ինքնահոսի թողված վիճակը արդեն մեր պետականությանը վտանգ է սպառնում։ Մենք հասել ենք նման վտանգավոր խաչմերուկի։ Սա ոչ թե ինչ-որ մի քիչ թերացել ենք, մի քիչ սխալներ ենք արել, կշտկենք, հիմա շատ կարևոր խաչմերուկի ենք հասել, որովհետև բազմաթիվ սխալներ են եղել։ Համակարգը եւ պետական համակարգը, ինչպես նշում եք, որ չունի նման քաղաքականություն եւ այլն, ոչ միայն չունի, երբեմն տպավորությունը այնպիսին է, որ թշնամական քաղաքականություն է վարում, ոչ թե չի վարում կամ մեզ ինչ-որ օգուտ չի ուզում բերի կամ չի մտածում ժողովրդի կամ պետության մասին, այլ ավելին թշնամական վերաբերմունք է։ Ես չեմ պատկերացնում, եթե իրոք այս իրական պատկերը ամեն մի հայ մարդ նստի եւ տեսնի, սա երևի թշնամին մեր հետ կաներ կամ գուցե թշնամին էլ չեր անի, որովհետեւ երբ որ հող կա, մտածում ես սերմը կգցես եւ սերմը կաճի, ծիլ կտա։ Երբ որ այդ հողն են սպանում եւ այսինքն արգամն են թունավորում, այլևս ոչինչ չի աճի։ Պետք է հասկանալ, որ մենք հասել ենք այդ ամենավտանգավոր տեղը, որ այլևս այն հատվածները, որտեղ այսօր հանքարդյունաբերվում են, գնում են պոչամբարների տակ, դառնում են խոռոչներ մեր լեռները, աղվում են եւ թափվում են ձորերը, դառնում են թունավոր պոչամբարներ, դրանից հետո մենք ինչքան էլ ուզենք այդ տարածքներում որևէ բան անել չենք կարող։ Սա Ձեր հաղորդումը սկսվեց Սիլվա Կապուտիկյանի խոսքերով, ցեղասպանություն, արտագաղթ եւ այլն։ Ցեղասպանության ձևերը շատ տարբեր են եւ եթե մեզ կտրում են մեր բնությունից ու սպանում են մեր բնությունը, ստիպում են, որ ես արծվանի գեղեցիկ բառ ասելիս հասկանամ պոչամբար, ոչ թե արծիվների ապրելու վայր, գյուղ, քաղաք եւ այլն, ուրեմն սա էլ ցեղասպանության մեկ ուրիշ ձև է եւ շատ լուրջ ձև է։ Գուցե առանց զենքի, բայց սա երևի ավելի լուրջ է, քան մնացած բոլոր հարցերը։ Դրա համար Երան սկզբում նշեց, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, սա միայն ծառի, ծաղիկի, գետի հարց չէ, սա մեր հայրենիքի եւ հայրենիք ունենալու ու չունենալու հարցն է։ Դրա համար այսօր մեզ համար արդեն կարևոր է դուրս գալ Հայաստանից եւ այս խնդիրները բերել ամեն մի հայի առաջ, ցույց տալ եւ կոչ անել, որպեսզի այս ցավը իրենք վերցնեն ու փորձեն ինչ-որ բան անել նաև իրենք։ Այո, շատ լավ գրծար բացատրել այս իրավիճակը, որովհետև անթարնալի է բնության դեմ գործված ոճիրները եւ ոչ թե մեկ սերունդ, այլ 10 սերունդ պետք է որ վերափոխվի եւ արդյոք այդ մինչ այդ սակայն արդյոք ինչ պիտի լա հայ ժողովրդի, Հայաստանի ժողովրդի ապրելակերպը եւ այլն եւ այլն։ Այսինքն մեկ խոսքով դուք իսկական մեր բնության հողի ուրեմն ավակայի մասին է որ գխոսիկ եւ այդ ուղղությամբ դուք ինչ քայլեր կառնեք եւ ինչ քայլեր գուզեք որ մենք առնենք եւ միասնաբար վերջո պետք է ջնջում բանեցվի բոլոր անոնց որոնք այսպիսի աշխատանքներ կգադարեն եւ հիմնական կետնի վրա բնության պահպանության նախարարությունը Հայաստանի իշխանությունները իրենց մոդեցումը այս բոլորին ինչ է
Երևի հերթով խոսանք այդպես հարցի պատասխանը ամփոփելու համար, բայց հետաքրքիր մի բան, որ դուք ասացիք, դա իմ համար ամենակարևորն է ձեր հարցի մեջ։ Դուք ինչ կարող եք անեք։ Դուք։ Այսինքն Սփյուռքը ձեր հաղորդումը ունի շատ հետաքրքիր անուն, որի մեջ արդեն պատասխան կա, որը դուք նշեցիք՝ վերադարձ։ Ինձ թվում է, ես բազմիցս բարձրաձայնել եմ, շատերը միշտ կարծում են, որ դա ծայրահեղ է, դա էմոցիոնալ է, բայց այսօր վերադարձի կարիք կա։ Այսինքն վերադարձ կարող է մշտական չլինի, որով դժվար է, դա հասկանալի է, բայց ոնց որ դուք նշեցիք Սյուզի Պետրոսյանի անունը, Սյուզին իր այդ արարքով ինքը ապացուցեց, որ ինքը կարողացավ միանալ Հայաստանի աղետին եւ ինքը ապրեց ակտիվիստների հետ իր որոշումով գամավոր, այդ շատ կարևոր բան է, ինքը կարող էր գնալ վայելել, ոնց որ բոլոր հայերն են այցելում Հայաստան, գնում են Գառնի, Գեղարդ, Սևան, չէ, վայելում են եւ ոչ մի բան ամեն ինչ շատ լավ է, դե Երևանում կյանքը փայլուն շղարշ, կեղծ արհեստական շղարշի մեջ քեզ մատուցում է, որ ամեն ինչ շատ լավ է Հայաստանում։ Ես միշտ ասել եմ, Երևանը Հայաստան չի։ Հայաստանը Երևանից դուրս է սկսում։ Բիդի վերադառնաք տուն, դա շատ կարևոր է, այսինքն ձեր հաղորդման պատկամը անունը ինքը իր մեջ արդեն լուծման մասին խոսում է։ Մենք ինչ ենք անում, մենք շատ տարբեր բաներ ենք անում, բայց մեր առաքելությունը ամենակարևորը, որ մենք անկոդրուն մինչև վերջ պայքարելու ենք, մենք մերը տանելու ենք, որով Հայաստանը մեր երկիրն է։ Ովքեր գեղեցում են այսօր մեր երկիրը, ովքեր ավիրում են, իրանցը չի։ Ոնց որ Աննան նշեց, թուրքերը մեր հետ սենց չէին վերաբերվի։ Մենք դրել ենք մեր առաջ Հայաստան ազատագրելու խնդիրը այս համագարկից եւ ով գուզե թող լինի կանգնած այս համագարկի այս գիշադիչ գործունեության վերևում մենք ազատագրել ենք, որով մենք թույլ չենք տա հաջորդ սերունդներին ոնց որ մեր բաբերն են մեզ ասել առաջ Արարատը մերն էր, Անին մերն էր, Ղարսը մերն էր, մենք էլ ասենք առաջ Թեղուդի անտառներ կար, Ամուլսար կար այստեղ, այդպիսի Հայաստան չի լինելու, որով արդեն կավիրվի, կվերջանա Հայաստանը։ Սա բաց գոչ է բոլոր այն հայերին, որոնք կուզեն, կհասկանան, որ ազատագրելու խնդիր ունի Հայաստանը, թող իրանք գտնեն, եթե իրանք մեր լուծումները խելամիտ սահմաններում չեն համարում, բայց գիտակցում են, որ Հայաստանի ազատագրելու խնդիր կա, թող իրանք ստեղծագործեն, թող գտնեն այդ ձևերը, պայքարի այդ ձևերը, որովհետև ամեն մի օր, դա շատ կարևոր է, ամեն մի օր, երբ որ մենք ուղղակի մեր սովորական կյանքով ապրում ենք, այսինքն մարդիկ գնում են գործի, ուտում են, քնում են, խմում են, չգիտեմ ինչ եմ անում, իրանք 24 ժամ անընդմեջ գեղեցում են, ավիրում են, թունավորում են մեր երկիրը։ Այսինքն ամեն մի օր ի վատ հայ ժողովրդի ապակային է աշխատում։ Դա փաստ է։ Այսինքն մեր խոսքով Սփյուռքը անչափահանված է որ եւ դարբեր ուղղություններով գերտան եւ չեն գետրոնանալ մեր իսկական հիմնական խնդիրներուն վրա։ Այդ կդեսնեմ ես Սփյուռքի իրավիճակը եւ ասենք եթե 100 հատ գազམ་ագերբություն կա, ուրեմն 100 ուղղություններ կան։ Այս բոլորը միացնող հստակ նպատակով վերադարձը արդեն ինչպես ասիկ նպատակ կա եւ կորձ է։ Եվ ավասիկ մենք ճունիկ վերադարձի ծրագիր ոչ Սփյուռքի մեջ, ոչ Հայրենիքի մեջ։ Ուրեմն վերադարձ դեպի ուր, ինչ ծևի Հայաստանի, այսպիսի Հայաստանի կամ այնպիսի Հայաստանի, ինչ ծևի Հայաստան ուզենք։ Այս բոլորը եթե հստակ ծրագրված, հստակ ներկայացված չլա, մենք կգործվենք եւ այավասիկ գործված իրավիճակի մեջ է Սփյուռքը, Հայաստանի մեջ ունի բաժանումներ, կամ բաժանումներ եւ հետեւաբար դուք ծեր այս գազմով եւ այս աշխատանքի ծևով բանեք, ուրեմն գետրոնացնում եք մեր նայվածքը հիմնական խնդիրների վրա, որոնց համար մենք բոլորս պետք է դեպի հայրենիք ասելով պիտի հասկանանք դեպի մաքուր հայրենիք, դեպի ուրեմն հայրենիք մը ուր գնաս ապրիլ հանգիստ եւ մաքուր շրջանագի մեջ։ Ուրեմն հիմա այս երբ որ նայենք Հայաստանի ուրեմն հյուսիսը հարավը ինչպես կսեն geographic քարտեզը նայենք։ Այո, քարտեզը ինչպես կնաս տեսնել, երբ որ նայես Հայաստանի որ մեկ շրջանները ն որ այսօր վատ իրավիճակի մեջ են եւ ինչ ծավի իրավիճակի մեջ են։ Ըստ կնակ սկսել հյուսիսեն կամ հարավեն։ Այդպես սկսեք ցեզի գցկեմ։
Ուրեմն Հայաստանը ուղղակի այլընտրակ չունի, որտեղ ինքը իր ուրեմն տարածքային ասպայն ունեցած տարածքային հնարավորություններով ինքը հանկարծնաբերությունը հրճակել որպես ամենագլխավոր ճյուղ, ուղղակի այդ սխալ մոտեցում է։ Այսինքն բնական է, որ մենք էլ ենք հասկանում, որ Հայաստանում պետք են ինչ որ քանակությամբ հանկերի շահագործում, որովհետև որոշակի աշխատանքների ֆինանսական, բյուջետային եւ այլ անհրաժեշտ է դա, բայց ինչ ենք մենք այսօր տեսնում, այն հիմնական հանգավայրերը, որ շահագործվում էին, հա, դեռևս խորհրդային միության ժամանակվանից 4-5 հիմնական հանգավայրերը, որոնք հիմնականում, ասեմ, փակ հանգավայրեր էին, բաց հանգավայրեր համարյա չկային, նույնիսկ խորհրդային միության ժամանակ։ Հիմա ինչ դրան գումարվեց, որ այդ հանգավայրերի ծավալները ուրեմն առանց ոչ մի հիմնավորման ավելացվեցին, հա, կրկնակի, եռակի անգամ նույնիսկ, հա, ու նաև որոշեցին բացել բազմաթիվ այլ հանգավայրեր։ Հիմա ինչ վիճակ է, ես ձեր քարտեզը ձեզ ներկայացնեմ մոտավորապես կոնկրետ հանգարցնաբերության տեսակետից։ Սյունիքում մենք փոքր տարածքում ունենք արդեն գործող 11 հանգավայր։ Մոտավորապես մի ծրագրավորված է մոտավորապես 28-29-ն էլ դեռևս հանգավայր, բայց դա միայն մետաղական հանգավայրերի մասն է խոսքը։ Չենք ասում, ասենք շինանյութի հանգավայրերը, որտեղ դրանք էլ գումարենք, արդեն հսկայական թիվ կլինի։ Ինչ ծևի մեդալներում մասին է։ Մեդալներում հիմնական հանգավայրերը որոնք են Հայաստանում, ուրեմն գլխավոր մեր պաշարները դա պղնձամոլիբդենային հանգավայրերն են, որով Հայաստանը իրականում հարուստ է, Քաջարանի հանգավայրը պարունակում է օրինակ համաշխարհային պաշարների մոլիբդենի 7%-ը մոտավորապես։ Ունենք նաև ուրեմն բազմամետաղային հանգավայրեր եւ ոսկու հանգավայրեր։ Հիմնական մետաղական պաշարները դրանք են։ Բացի դրանից ունենք բազմաթիվ մոտավորապես 400-ից ավել տարբեր տեսակի շինանյութերի հանգավայրեր, հա, դա տուֆ, գրանիտ, բազալտ եւ այլն։ Ու դրանցից այսօր մոտավորապես 400 շինանյութերին եւ 23-ը, հա, ճիշտ եմ հիշում, 23-ը մետաղական արդեն շահագործվում է։ Մենակ Սյունիքում ըստ ծրագրի մոտավորապես ասեցի 40 հանգավայր մետաղական ցանկանում են շահագործել։ Բարձրանում մի քիչ վերև, արդեն Սյունիքի ոնց որ սահմանին անգլիական ինչ-որ ընկերություն ցանկանում է շահագործել Ամուլսարի ոսկու հանգավայրը, որը ուրեմն նշեմ, որ ոչ մի քիչ թե շատ նորմալ երկրում ուղղակի չէր շահագործի, որովհետև այդ պաշարները պարունակությամբ ուղղակի նորմալ երկրում չեն շահագործի, որովհետև իր բերած բնապահպանական հետևանքները շատ ավելի վտանգավոր են, քան իր բերած եկամուտը։ Այդ բոլորին հասկանալի է, ասենք, այնտեղ պարունակում է մոտավորապես 0.8 գրամ տոննայում ոսկի։ Այդպիսի հանգավայր շահագործել, ասենք, ուրիշ երկրում ուղղակի չէին թույլատրի։ Մի քիչ բարձրանում ենք վերև, արդեն չեմ ասում այդ շինանյութերի հանգավայրերը։ Հյուսիսում Թեղուտն է նախատեսում, արդեն ունենք հանգավայրեր, որոնք շահագործվել են եւ շարունակում են շահագործվել, Թեղուտի հսկայական հանգավայրը, որը ոչնչացնում է հսկայական անդառային էկոհամակարգ եւ նորից ստեղծում է հսկայական թունավոր պոչամբարներ եւ այլն, որը նույնպես շատ մեծ էկոլոգիական աղետ է բերելու հյուսիսի համար, որը նույնպես ոչ գնահատված է, ոչ էլ ֆիքսված է։ Ինչու ենք մենք հիմա այս этаպին անցել, որովհետեւ մենք փորձել ենք համագործակցել պետական համակարգի հետ, համագործակցել ինչ իմաստով, այսինքն ներկայացնել փաստերը, փորձել հիմնավորել, իրականում հիմնավորել, հա, որ ինչ, բայց մենք տեսանք, որ իրականում մենք մեր կառավարությունը չունի ինչ որ երկարատև գաղափարախոսություն, հա, թե ինչ ենք մենք անում եւ ինչ ենք ուզում մենք ընդհանրապես, նույնիսկ եթե մենք շահագործում ենք այս հանկերը, հա, այս պահին այն մեծերի մասն է խոսքը, այն փոքրները շահագործել են ընդհանրապես անիմաստ է Հայաստանի նման փոքր տարածքում, ուր են գնում այդ գումարները։ Դրանք բոլորը պատկանում են այս կամ այն արտասահմանյան կամ օֆշորային ինչ-որ գոտիներում գրանցված ընկերությունների, ինչ-որ նոր ընկերություններ են ծնվում արտասահմանում, որոնք գալիս են եւ տեր են դառնում Հայաստանի ընդերքի հարստություններին եւ մեր սերունդների հարստությունները ուղղակի անխնաձևով շահագործում են, այնպիսի տպավորություն է ստեղծում, որ այս մենք վերջի սերունդն ենք, որ իրավունք ունենք այս ռեսուրսներից օգտվենք։ Այս վիճակն է, այս տպավորությունն է։ Իսկ ուրեմն հիմա սովետական ժամանակ ինչ ծևի մոդեցում ունեին եւ հիմա ինչ ծևի մոդեցում ունին, կա այդպիսի փախտadagam։ Այ Աննան այդ ասի թող, ահա։ Այո, ինչքան էլ որ զարմանալի թվա, խորհրդային միությունում շատ ավելի խորությամբ եւ շատ ավելի երկարաժամկետ էին նայում խնդիրներին, քան անկախ Հայաստանում։
իրենք մեզ որպես ժողովուրդ եւ մեր բնությանը շատ ավելի լավ են վերաբերվում, քան մենք փաստորեն մեր անկախ Հայաստանում։ Մի օրինակը շատ ցայտուն է, Քաջարանի հանքավայրի օրինակն է։ Խորհրդային Միությունում կային հաշվարկներ, որ Քաջարանի հանքավայրում 9 միլիոն տոննա տարեկան, դրանից ավել արդյունահանելը չի թույլատրվում, որովհետև պետք է նախ կորզված այդ մետաղները ամբողջությամբ կորզել, հարստացնել, պետք է տեղ լինի պոչամբարների մեջ, չի կարելի դրանից ավել, որպեսզի տեղ լինի պոչամբարների մեջ, այնքան չթափեն դուրս, որպեսզի մարդկանց համար այլևս հնարավոր չլինի ապրել այնտեղ։ 9 միլիոն տոննան այսօր դարձել է փաստաթղթերով 12.5 միլիոն տոննա, առանց փաստաթղթերի եւ առանց թույլտվության դա արդեն դարձել է 16-17 միլիոն տոննա եւ տնօրենը Քաջարանի հանքավայրի Մաքսիմ Հակոբյանը իր հարցազրույցներում նշում է 20-25 միլիոն տոննայի մասին տարեկան։ Այն դեպքում, երբ նրանք ունեն ընդամենը 12.5 միլիոն տոննա տարեկան արդյունահանելու թույլտվություն։ Դուք ինքներդ համեմատեք 9 միլիոնը եւ 20-25 միլիոնը։ Գիտնականներ, մասնագետներ բազմիցս խոսել են, որ նման գիշատիչ շահագործման պատճառով մեր ունեցած օգտակար հանածոների փաստորեն մի զգալի մասը թափվում է ուղակի պոչամբարը։ Իրենք նույնիսկ չեն բարեհաճում ժամանակը տրամադրելու եւ երկարաժամկետ պլաններ գծելու, որպեսզի դուրս հանեն օրինակ Քաջարանից ոչ միայն պղինձը եւ մոլիբդենը, այլև դրան հարակից, այնտեղ իրականում բազմամետաղային հանքավայր է, հա, բազմաթիվ մյուս տարրերը, ռենիումը, մյուսը, որոնք շատ ավելի թանկարժեք մետաղներ են, փոքր քանակությունները դրանց շատ արժեն։ Փաստորեն կարճաժամկետ հենց այսօր շահ եկամուտ ստանալու մոլուցքը մեր շահագործողներին ստիպում է, որպեսզի այն ինչ որ այսօր իրենց օգուտ կբերի հանեն, վաճառեն, ցածր գներով, առանց հարստացնելու, առանց վերջնական արտադրանք ստանալու, իսկ նրանց լցնեն ուղղակի պոչամբարները, որի պատճառով մեր բնությանը եւ մեր առողջությանը շատ ավելի մեծ վնաս է հասցվում։ Այս բոլորը ինչ ցույց կտա, որ գիտությունը արժեք չունի այլևս Հայաստանի մեջ, դգիտությունը արժեք ունի Հայաստանի մեջ, եւ երբ որ դգիտությամբ գովի որևէ ընտանիք, որևէ գազագերություն, որևէ երկիր, այդ ընտանիքը, գազագերությունը կամ երկիրը գծախողի կամ գործանի։ Եվ այավասիկ սովետական ժամանակ գիտության արվեստի մեծ արժեք կուտային, իսկ այսօր գիտության եւ արվեստի ինչ արժեք կդրվի։ Այավասիկ արժեքներու հսկայական դարբերությունն է, որը ստեղծված է, եւ պատճառ կդառնա արդակախտի, պատճառ կդառնա, որ սպիրկնալ բաժանված ըսկային զինքը Հայաստանեն եւ չներգրավվի Հայաստանի եւ կտեսնեք, որ ինչ գործանման շղթամն է, որ այսօր գոյություն ունի Հայաստանի մեջ։ Խնդրեմ, եթե մարդիկ կան, որ ուզեք, այստեղ տարբեր հեռախոսներ կան, ուզեք պատասխանել։ Շատ լավ։ Այո, Ռամեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ, պարոն Բուրունուզյան, ձեզ եւ ձեզ հյուրերին։ Շնորհակալություն։ Հա, շատ կարևոր հաղորդում եք տանում, Եղիա ջան, ոչ միայն այսօրվա AMG-ի հեռուստականալից քո ասածները, այլ Հայաստանում էլ, որ դու ելույթ ես ունենում, ես ուշիվշով հետևում եմ, նենց չի, որ պատահական տան գնում այսօր։ Անա ջան, դուք էլ մանրակրկիտ ներկայացրեցիք, հիմա ժամանակը շատ կարճ է, ես չեմ ուզում դրա մասին խոսեմ։ Այս պրոցեսը սկսեց այն ժամանակվանից, որ սովետական միությունը քանդվեց։ Բոլորս ասում էին երկակյա վարակույր, խանգարումը, ազատ չենք, անկախ չենք, հիմա մարդը չէր ուզենա անկախել, բոլորս կուզենայինք անկախել։ Բայց սկսվեց ինչի, դաշնաբերությունը կոտարեցին, որ այսօր մեր բնական ռեսուրսները կոպեկներով վաճառում են արտասահմանյան օֆշորային բաներում, գոտիներում գրանցված ընկերություններին, այդտենց էլ արեցին առաջին հերթին եղյա լավ գիտես,
հրազդան մաշը, թե ով արեց, $100,000 արժողությամբ ստանոքները $200 որպես երկաթ վաճառեցին Պարսկաստանին, ով վաճառեց, չեմ ուզում մարացնեմ, դուք լավ գիտեք, Անա ջան, թե այդ ոսկու հանքերը, որ ուզում են շահագործեն, ով է շահագործում, ով է $200 միլիոն ներդրում արել, Արմեն Սարգսյանն է նախկին վարչապետ, հիմա Անգլիայի դեսպանը, պետք է ասեմ պար, բոլորը արտասահմանյան ներդրողներ են, այսօր ոնց որ արդյունաբերությունը կործանեցին, հետո գյուղատնտեսությունը կործանեցին, հետո գիտությունը կործանեցին, ամեն ինչ թալանեցին, մեջ արեցին, արդյունաբերությունն էլ հետը, հիմա հասան նրան, որ Հայաստանը դատարկեցին ու սկսեցին, ճիշտ ես ասում, վերջին սերունդն ենք, բնական հանածոները եւ բնությունը թալանել, սրան վերջ չկա, ոչ մեկը չի կարա սրա վերջը տա, ուղղակի ցավում եմ, որ դուք տենց ասում եք, անում եք էլի, բայց չկա, ոչ արտադրության նախարար, ոչ բնության պաշտպանության նախարար, ոչ դատախազ, Պրեզիդենտը այո հայտարարեց, պաշտոնապես 9 միլիոնին բան արդյունահանում մոլիբդենը կհասցնենք 25-30 միլիոնի։ Ով է բանի Քաջարյանի տերը, Սյունիքի մարզպետի հայրը նորանշանակ։ Ով է Թեղուտի տերը, բոլորը դրանք նույն օղակն են։ Ես յուր չեմ անում, ոչ մի բան չեմ բացահայտում, ես մանրակրկիտ տեղյակ եմ դրանից։ Մենք գնում ենք դեպի կործանման, անկախությունը մեզ տարավ դեպի կործանում, մենք փաստի հետ չի հաշվի նստենք։ Ռիշկովը ասեց 25 միլիոն ռուբլի վերցրեք, Նայրիդը աշխատացրեք, բայց Հաճիկ Ստամբոլցյանների պես ողորմիլները ասին հայերը աննորմալ սերունդներ են։ Շնորհակալություն։ Ինչ արեցինք, այսօր ընկել ենք մյուսման են գալի, որպեսզի Նայրիդ աշխատացնենք։ Դե անկախ հայեր, աշխատացրեք։ Շնորհակալություն։ Եղա ջան։ Շնորհակալություն։ Այո, Ռամեզեք։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, բոլորդ էլ հարգանքի արժանի մարդիկ եք, մտահոգ հայեր եք, Հայաստանում զբաղված, բոլոր կրկին ասում եմ, բոլորից էլ շնորհակալություն եմ հայտնում, հատկապես ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ մեր հայ երիտասարդուհուն Աննային։ Ես ուզում եմ ասել, որ նա քաղաքական պեղումներ է կատարել, մինչև որ հասել է այն անվանվանը, որ Հայաստանում թշնամական կառավարություն եւ իշխանություն կա։ Սա ամենամեծ բացահայտումն է, որ Աննա, այս բոլորը մենք գիտենք, բայց պետք է այս բանը բացահայտվի, որտեղ այս հերոստակայաններով հաղորդումներ կան, որ ասում են ինչու եք դուք հարձակվում Հայաստանի իշխանությունների եւ կառավարության վրա, նրանց անունը մի տվեք, պետք չի նրանց վրա հարձակվել, բայց ես այսօր քիչ անց ինչպես որ ընկերը նշեց, Արմեն Սարգսյանը, որ Հայաստանը բերել Անգլիայի արքայազնին, թող այդ նույն Արմեն Սարգսյանը իմանա, որ մենք պետք է ամեն օր հիշենք հայոց ցեղասպանությունը եւ ոչ թե միայն ապրիլի 24-ին։ Ես այս բառերը ինչու եմ ասում։ Ամեն օր պիտի հիշենք եւ եթե Արմեն Սարգսյանը լավ հիշեր, պիտի իմանար, երբ որ հայերը փրկություն էին խնդրում անգլիացիներից, անգլիացիները հայերին ձեռ էին առնում, ասում էին մեր նավերը Մասիս սարը բարձրանալ չեն կարող, բայց այսօր արքայազնը նավերը արած, բարձրացավ հայկական սարերը, ոսկիները բեղելու համար, կոր չեն Արմեն Սարգսյանները, կեցեք ձեր նմանները, կեցեք դուք բոլորը աննա ձեր գլխավորությամբ, շնորհակալություն։ Գտեսնեք ինչ սևի մտահոգ մարդիկ ունենք այստեղ իմ ծրագիրս իսկապես մանավանդ դուք որ այսպես Աննա իսկապես ես ալ շնորհակալ եմ որ այդպիսի բացառություն տվիր ինչ կուզեք ասել այլևս կտեսնեք մտահոգ մարդիկ եւ ունենք այստեղ շատ մարդիկ որ այսպես կմտածեն եւ Հայաստանի մեջ ալգա հիմա այս ինչպես կարելի է այս բոլորը ուժի վերածել եւ հավաստիկ ծեր գազམ་ագերբությունը որ ինչ կգոչվի հիմա ծեր գազམ་ագերբությունը համահայկական բնաբանական ճակատ չէ այո եւ ուրեմն ինչպես կտեսնեք ծեր աբական ինչ կուզեք որ մենք գնենք հավաստիկ ունենք մարդիկ որոնք
ուզեն օգտակար լալ նախ բզիկ հայտարարություն մանեմ բոլոր անոնք որոնք գտիդեն իմ դրակիրը վաղը դուք հավաքույթ մունիկ կարդեմ չէ ուրեմն գարտամ այստեղը դերևս կրնանք ցույց տալ այս փոքր տխտիկը ուրեմն վաղը երեկոյան ժամը 7-ին Գլենդեյլի գետրոնական գրադարանին մեջ դեղի պիտի ունենա նորեն ներկայացումը դեղի պիտի ունենա ուր Երյան Ներսեսյանը, Աննա Աղլամազյանը եւ Լևոն Կարստյանը պիտի ներկայացնեն բնապահպանական աղետները եւ այս բոլորը կազմակերպված է հայկական վերածնունդ Կանաչ Հայաստան եւ համահայկական բնապահպանական ճակատի կողմէ եւ բոլորդ հրավիրված եք ներկա գտնվելու մուտքը ազատ է եւ այս ծավով դերևս կրնա կարելի գլա որ ուժը ներկայացնեք կողքովի կակ եւ մարմին մը գազմեք ինչու՞ չէ եւ կարելի այդ ծավով նախակայլ լալ հաջորդ ծավի աշխատանքներու ավազիկ կտեսնեք դուք ձեր կալով մեզի շարժեցիք եւ մեզի ուժ դվիկ մենք ալ ցեզի ուժ պիտի դանք ուրեմն վաղը Գլենդեյլի գետրոնական գրադարանի մեջ որուն հասցեն է 222 East Harvard Street Glendale ժամը 7-ին երեկոյան ուրեմն հանդիպում պիտի լա ցեզի հետ ժողովրդային հանդիպումի բեսպան պիտի լա եւ դուք պիտի նորեն ներկայացնեք եւ գարձեմ հաջորդ օրն ալ պիտի հանդիպում ունենա կանիկա մի քիչ հետ կբացատրեմ ուրիշ ինչ կուզեք ասել, ուրիշ ինչ կետ ավասիկ մենք ունենք շատ մեկի ձեր կուզեք առնեմ մեկ երկու քիզ եւս առնեմ մեկ քիզ մի եւս ավասիկ այո ռամեցեք ալո բարի երեկո ձեզ բարի երեկո լավագույն ցանկություններով պարոն Հարություն ես կուզենամ երկու խոսք ներկայացնեմ մեր ժողովրդին Արտասահմանցի ժողովուրդը այլ ազգի ներկայացուցիչները իրենք մեկնաբանում են որ այսօր Հայաստանի ղեկավարությունը նախագահ հայ չի ու մեզանից պահանջում են որ մենք ստորագրահավաք անենք այդ Թուրքիային վտարենք երկրից այո ռամեցեք այո ես նույնանա խնդրեմ ռամեցեք Բարի օր ձեզ, ողջունում եմ ձեր հյուրերին, ես իհարկե իրան ճանաչում արդեն հեռուստացությամբ քանի անգամ տեսել եմ հաղորդումներին իսկ վերաբերվում է այսօրվա արտադրույթին իհարկե Հայաստանի այսօրվա իշխանությունն է որ այս իջակին հասցեությունը եւ մենք ուզում ենք մի գործ արածենք, ողջ ներկայացնենք, բայց հետաքրքիր է Հայաստանի դեսպանատունը Գլենդերում եւ երկու հայրենակից հետո այնտեղ արդեն գրում է դեսպանատունը փակ ում դիմենք հիմնականում միասնական մի ղեկավար չունենք նա Սփյուռքի նախարարն է տեսքի նայելս արդեն Սփյուռքը խառնում է իսկ ինչ վերաբերում է վերադարձ արդեն լավիկ սամոն այնտեղ իր զոր կնավակ իր ժողովրդի դեմ անում արդեն մենք տեսնում ենք բոլորը ինչ որ կատարվում է Հայաստանում եւ սալում են, բայց եթե շատ կարողանանք բողոքել եւ անենք, ասեք ինչի է խառնվում, ինչի է խառնվում ներքի գործերի հետ։ Դեռևս Քոչարյանի օրոք դա այս Սյուրքին հանեց բծեցեք, որ հանկարծ լուծումներին չմասնակցեն։ Իհարկե սալում ենք այդ ամենի համար, բայց եթե ունենանք մի ղեկավար Սփյուռք ամբողջ Սփյուռքում մի հոգի կամ մի կազմակերպություն, որը դարձերով զբաղվի Հայաստանի ճշգրիտ գործադրի այսօրվա իշխանությանը, կարելի է մի բան անել, բայց իշխանությունի Սերժ Սարգսյանից իջեցած մարդը լրիվ իրանք է։ Դուք իրան գրպաններ են նայեք, նեմեցրից ասնում է, բացում են, ասում են, ինչ ուզում եք կարեք, մենակ ստեղ լցվի, գրպաններս ու լցվի, այդ է իրացը, ուրիշ ոչ մաչկ, սա թողն է։ Շնորհակալ։ Ուրեմն, ինչպես կարելի է նախավարար Հայաստանի մեջ
ավելի զորավոր գազագերված ուրեմն շարժումը ստեղծվի։ Հիմա եթե չեմ սխալիր, դուք նաև անդամ եք հայկական վերածնունդ գազագերբության կամ մեկ մասը կամ մենք համահայկական բնապահպանական ճակատը համագործակցում ենք նաև։ Այո։ Okay. Հիմա որոնք են խնդիրները, որ գազագերբվածություն չունենալու պատճառները որոնք են այսօր Հայաստանի մեջ։ Ինչու համար ինչ ծավալ մենք կնանք ավելի լավ արդյունք ստանալ, որ ավելի կարելի է Հայաստանի մեջ նախ այս շարժումը ավելի զորանա եւ ինչ խոչընդոտներ կան, ինչ բաժանվածություններ կան, ինչ են գուկա եւ մենք ինչ կնանք գնել, որ ավելի արդյուն բայ։ Դուք արդեն ինչ ծավալով դուք ժողովրդին արդյուն կբայեք այսօր Հայաստանի մեջ։ Եվ որ չափով իրենք եւ ինչու իրենք չեն միանալ, արդյոք Հայաստանի ժողովուրդը ինչ վիճակի հասած է, աղքատության իրավիճակի հասած է, որ այդ կարողությունը չունի կամ այլևս հուսալքվածություն կա, ինչ է վիճակը։ Կամ այս բոլորը։ Ես փորձեմ մեկնաբանել, հետո նայեմ գործընկերներս ոնց կանդրադառնան, որով ձեր հարցը ինքը մի քիչ ինձ թվում է լայն հասկացողություն է ու դարերի խնդիր ունի իր մեջ, որ ասում ենք ինչի չենք համախմբվում, ինչի սենց չի լինում եւ այլն, բայց ես իմ խոսքը պիտի սկսեմ հետեւյալով։ Մեկ չաշվա ընկերը, որ խոսում էր, ասեց, եթե մի քիչ ավել խառնվենք, կասեն դուք սփյուռքդ ինչ գործ ունեք։ Այս տարի Մոնտեի զոհվելու 20-ամյակն է, հիշեցնեմ, երբ որ Մոնտեի հայտնի խոսքերից մեկը, որ ցանկացած հայ, եթե ինքը զգում է, որ ինքը հայ է, ինքը այդքան իրավունք ունի Հայաստանում ամեն ինչ անի եւ բայկարելու իրավունք գիրքը իդեպ կարան կարդան, որ մի քիչ ճանաչեն ավելի Մոնտեին, ինչքան ցանկացած հայ քաղաքացի։ Այսինքն քո ապրելու վայրը հեչ կապ չունի ու քեզ ոչ մեկ չի կարող ջնշի, եթե դու սրտացավես քո հայրենիքի նկատմամբ։ Դա շատ կարեւոր բան է։ Կարևոր հարց կա այսօր իրազեկելու, միշտ ասել ենք ու կասենք եւ առավել եւս Հայաստանի ժողովրդին։ Տեղաբնակ ժողովուրդը, պատկերացրեք, Ղափան քաղաքը բաշարված է, ասենց ասեմ, շրջապատված է երկու թունավոր ոչամբարներով։ Ղափանի քաղաքի ժողովրդի երևի 70%-ը տեղյակ չի իր գլխի վերևը կանգնած աղետի մասին։ Այսինքն գլխավոր այսօր առաքելությունը եւ մեր եւ ցանկացած մարդ, որ այսօր մտածում է ինչ-որ բանանի, այս պատկերը, այս խնդիրը ամենահնարավորինս շատ սահմաններում իրազեկել մարդկության, հայ ժողովրդին առավել եւս։ Դրանից հետո անցնել համակարգված, համախմբված աշխատանքի անկախ քո քաղաքական աշխարհայացքի, անկախ քո գուսակցական պատկանելիության կամ քո դավանանքին, որովհետեւ Հայաստանափրկության գործը շատ վեր գուսակցական է, շատ վեր անհատական է։ Դու դրա մեջ պետք է ձուլվես եւ հասկանաս, որ դու դրա մասնիկն ես, առաջամարտիկն ես։ Եվ մի շատ կարևոր բան ասեմ, երբեք բողոքելով ինչ որ իշխանություններին, նախագահներին ոչ մի հարց չես լուծի։ Իրանք քո ընտրած նախագահները չեն, քո իշխանությունը չեն, մերժում ես իրանց, բացարձակ ես մերժում, դու ստեղծում ես քոնը։ Այսինքն, եթե բնապահպանության նախարարությունը այսպեսին չկա Հայաստանում, մենք բազմիցս անդրադարձել ենք, չկա այդպեսի նախարարություն ժողովուրդ գոյություն չունի։ Սկսում ես դրանից, ստեղծում ես քո բնապահպանության նախարարությունը եւ քո կամքով, քո համախմբվածությամբ վստահ կարող ես այն։ Այսինքն, գա մի համագարկ, որը գործում է, չես ընդունում, քոնը չի, մերժում ես իրան, որով բողոքի ակցիաներ, գնալ ցույցեր անել, ասել բահանջում ենք, չես բահանջում։ Դու բարդատրում ես, որ սենց անես։ Այսինքն, գործը իշխանությունը դառնում ես դու։ Եթե իշխանությունը չի գործում, ապա դու ես իշխանությունը, որով ոնց որ սահմանադրության երկրորդ կետն է ասում, ժողովրդին է պատկանում իշխանությունը։ Այսինքն ժողովուրդը պետք է լիարժեք դրա գրողը լինի, այդ գաղափարը գրողը լինի։ Այսինքն ես կարծում եմ, այս 3 գլխավոր բաներն են՝ իրազեկում, համակարգված ավելի վերանձնական, վերգուսակցական պայքար եւ ստեղծել առողջ Հայաստան։ Հայաստան, որտեղ իդեպ լիքը հայեր, որ դուք քիչ նշեցիք, հաջողքով կվերադառնան եւ իրանք կլինեն մասնագիծը ապակա Հայաստանի կառուցման աշխատանքի մեջ։ Բայց դա միայն համակարգից դուրս, համակարգի ներս մի համակարգ, որը նեղած է, 25 տարի է ներսից մենակ կեղտի,
արյունի իդեպ շատ կարևոր բան ասեմ, որովհետեւ համակարգը արյան վրա է հիմնված, իր մեջ ամբողջը արյուն է եւ հայ արյուն։ Արցախյան պատերազմի ժամանակված մեր ազատամարտիկին, երբ որ մեջքից խփում էին, չասեմ մարտի 1 լիքը դեպքեր հայ ժողովրդի վրա կրակել, որով սրանք ես չեմ կարող իրանց ոչ մի լեզվով անվանել իրանք ինչ են։ Դրա համար մերժում ես իրանց, անցնում ես քո գործին, քո կառուցման գործին։ Իսկ երդասարտության մեջ ինչ ծևի մտածումներ կան։ Երդասարտությունը ինչով հետաքրքրված է այսօր գարչ կերպով, հետո կուզեմ 3 րոպեանոց դեսայրիզմ ունիք։ Եթե կուզեք կրնանք հիմա ցույց տալ կամ անգետ երբ կուզեք դուք որոշեցեք։ Կարող ենք հիմա ցույց տալ, հետո ուրեմն 3 րոպեանոց դեսայրիզմը կա, դիտենք հատիկա որ ավելի լավ կտեսնենք, կհասկանանք եւ կմիանանք ամիջապես հետ շնորհակալություն։ Շահագործվող մետաղական հանքերի ամենավտանգավոր, այսպես ասած, նվերը պոչամբարներն են։ Հայաստանում պոչամբարները բնությունից չեն մեկուսացվում, եւ ձորերն ու գետերն են, որ ծառայում են որպես թունավոր թափոնների ամբարներ։ Պոչամբարներում արկա ծանր մետաղներն ու թունավոր միացությունները ազատորեն ներթափանցում են հողի, ջրի մեջ, տարածվում օդում, թափանցում բույսերի մեջ եւ հայտնվում կենդանիների ու մարդկանց օրգանիզմում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունի արդեն փակ 3 պոչամբար եւ գործող 1-ը, Արցվանիկի պոչամբարը, հսկայական ծավալով։ Դեռ 2003 թվականին, երբ այս պոչամբարում կար ընդամենը 95 միլիոն խորանարդ պոչանք, այն համարվում էր աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը։ Ներկայումս այն մոտեցել է իր նախագծային հզորությանը եւ լցված է մոտ 300 միլիոն խորանարդ մետր թունավոր զանգվածով։ Պետք է նկատել, որ պետական մարմիններն առ այսօր պոչանքի ծավալի մասին հայտնում են նույն տվյալը, ինչ 2003 թվականին, փաստացի թաքցնելով հանրությունից պոչամբարի իրական ծավալները։ Նա բաց ոչադարը, էսա, խնդրեմ։ Սենց գնում է։ Եվ այսպես, խնդրեմ, այն այք բաց խողովակով գնում, ստեյցել է լսվում, Արձվանիկի ոչամբարն էր մեծը, այստեղով գնում է։ Ուրեմն այսպես 27 խողովակներից մայր մեծ խողովակից 27-ը այսպիսի կետերով նայեք թափում է եւ լցվում է Արձվանիկի ոչամբարը, խնդրեմ։ Այդ ծավալը պատկերացրեք։ Ուրեմն 1, 2, 3, 4, 5, 6 ու այնց անհամար։ Հələ մետ նայեք։ Ամեն հավանականությամբ, որ շահագործման ծավալները մեծացել են եւ պոչատարը, որ հիմնական պոչատարի ծավալը չի բավականացնում, ամբողջ պոչանքը տեղափոխրամա դրա համար ավելի ցուկ մասը այս մասով է տեղափոխվում եւ գալիս այսպես ասում է տնության մեջ։ Հետո վերջում միանում է Արձվանիկի ոչամբարը։ Լավ, այս բոլոր Հայաստանի մեջ ցուցադրվում է կամ ինչ է վիճակը։ Սա մեր ֆիլմից հատված էր։ Հոկտեմբերի 8-ին մենք առաջին ցուցադրությունը հանրային արեցինք Երևանում։ Հետաքրքիր է, որ մեր ընկերներից շատերը, ովքեր նաև այս ամեն ինչի մեջ են, դուրս եկան էլի շատ ազդված, ցնցված, որովհետև փաստորեն իրենք էլ ծավալները ամբողջությամբ չէին պատկերացնում։ Մենք տեսանք Արցվանիկի պոչամբարը,
Քաջարյանի հանքավայրի պոչամբարն է, աշխարհի մասշտաբով ամենամեծերից է, մոտ 300 միլիոն խորանարդ մետր, 300 միլիոն խորանարդ մետր, մի քիչ դժվար է պատկերացնել, լցված է մեր ձորերի եւ գյուղերի մեջ Արցմանիկում։ Նմանատիպ պոչամբար մենք ունենանք Թեղուտում, եթե թույլ տանք, որպեսզի Թեղուտում հանքավայր շահագործվի։ Հիմա վերադառնալով մեր անելիքներին եւ ձեր հարցին, երիտասարդությունն այսօր ինչով է զբաղված։ Երիտասարդության երևի մեծ մասը ցավոք այս խնդիրներով եւ այս խնդիրների լուծմամբ զբաղված չէ, կան սերիալներ հիմարացնող, տգիտացնող, կան ամեն ձևի գեղեցիկ քողի տակ փակված միջոցառումներ, համերգներ, չգիտեմ ինչեր, որոնք շեղում են մեզ եւ մենք այսօր փորձում ենք այս խնդիրների լուսաբանմամբ եւ վերհամամբ գտնել այն երիտասարդներին, ովքեր կթողեն այդ հաճելի փափուկ ինչ-որտեղ կյանքը եւ իրենց հայրենիքը այս կեղտից, թույնից հանելու ճանապարհը կտեսնեն պայքարելու միջոցով։ Կոնկրետ Սյունիքում եղած ժամանակաշրջանի վերջին 2 օրը մենք 10-15 հոգով էինք, այսինքն երիտասարդների մի խումբ մեր կանաչ ջոկատը համայնքական բնապահպանական ճակատի եղավ Սյունիքում, այսինքն կան երեխեք, կան ուսանողներ, ովքեր հետաքրքրված են, իրենք էլ են ուզում, այսօր փորձում են ինչ-որ բան անել եւ ամեն մեկը իր համալսարանում, իր դասարանում տանում է, ցույց է տալիս, տարածում է, փորձում է իրազեկման այս հարցը լուծել։ Այսօր մենք պիտի ընտրենք, հիմա մեր տուն մտել են գողեր եւ տանում են մեր հարստությունը։ Մենք ամ պիտի ինչ կանենք, եթե մեր ամեն մեկից տուն գող մտներ։ Ինձ թվում է ոչ մեկ չէր նստի այսպես նայեր, կամ չէր թողի դուրս գար գնար, արտագաղթելու մասն երևի խոսքը, դե մտել են հիմա ինչ անենք, թողնենք գնանք մեր տնից։ Ոչ էլ կնստեն կնային ինչպես են թալանում իրենց, քո տունն է, կգնաս ձեռքը բռնես գողի, կամ դուրս կվռնդես, կամ ինչ-որ ձևով այդ հարցը կլուծես։ Հիմա, եթե մենք ընկալում ենք Հայաստանը որպես մեր տուն, մենք պիտի հասկանանք, որ գողեր են մտել եւ տանում են մեր հարստություն, ամեն ձևով, մշակույթը կլինի, գիտությունը կլինի, կրթությունը, բնական պաշարներ, լեզուն, ամեն ինչը գողանում են։ Եթե մենք ընկալում ենք Հայաստան որպես մեր տուն, մենք ոտքի կկանգնենք ու մեր տունը կփրկենք թալանչից։ Եթե չենք ընկալում, մեր համար տունը միայն 4 պատն է, որի մեջ մենք ապրում ենք, այդ 4 պատը մենք աշխարհի որևէ ծայրում էլ կգտնենք եւ այդ 4 պատի մեջ կապրենք, ինչ որ ձևով կգոյատևենք, կշարունակենք մեր կյանքը։ Այսօր ընտրության առաջ ենք եւ պիտի ընտրենք։ Իսկ Հայաստանի խորհրդարանին մեջ դուք կարող եք այս հարցերը քննարկելու համար նյութ ստեղծել։ Երյան ասեց արդեն, երևի ես էլ կրկնեմ, փորձը ցույց տվեց նաև, որ իրականում այս համակարգի մեջ հնարավոր չի ինչ-որ դրական արդյունքների հասնել, այն ինչ-որ ստացվում է, դա ստացվում է կամ ստիպված շատ մեծ ֆիզիկական ջանքի շնորհիվ, կամ ինչ-որ շահերի համընկման պատճառով միայն, այսինքն այլ տարբերակով հնարավոր չի այս համակարգի հետ ինչ-որ համագործակցության գնալ, որովհետև կամաց-կամաց բոլորս դրան համոզվում ենք եւ ցավոք սրտի նաեւ ժողովուրդն էլ արդեն համոզվում, ես չէի ուզենա այդպես ասել, որպեսզի իմ երկիրը ունենար այդպիսի կառավարություն, հա, որ ժողովուրդը համոզվում է, որ այդ կառավարության հետ անիմաստ են ընդհանրապես խոսել, այդ շատ ցավալի երևույթ է, բայց այսօր մենք երևի մի խնդիր ունենք, то есть մի քանի շատ խնդիր ունենք, բայց խնդիրից մեկը դուք նշեցիք, ես նորից կգնեմ, օրինակ նայեք, մենք հիմա փորձել ենք, հա, համագործակցության եզրերը գտնենք տարբեր կազմակերպությունների հետ, որոնք որ Հայաստանում են գործում, Սփյուռքում են գործում, ասենք դուք ասացիք հայկական վերացնունդը, Policy Forum Armenian, կանաչ Հայաստան, ասենք համայնքական բնական ճակատը, ես կցանկանայի, որ իշքան հնարավոր է շատ այդպիսի կազմակերպություններ, մարտիկ, անհատ մարտիկ, հա, փորձեին իրար հետ եզրեր գտնեին համագործակցելու ընդհանուր հայրենիքի զարգացման, հայրենիքի ստեղծման եւ հայրենիքի ուրեմն հզոր հայրենիք ստեղծելու գաղափարի շուրջ, որտեղ ունենալով այսպիսի հզոր ռեսուրս, որ մենք ունենք այսօր Սփյուռքում, հա, ու չկարողանալ մեր երկիրը ոտի կանգնեցնել, ուղղակի մեզ բոլորիս համար ամոթ է եւ հետո չգիտեմ մենք ոնց ենք մեր սերունդների դեմքին նայելու, չգիտեմ, որտեղ իրականում մենք շատ լուրջ խնդիր ունենք, այդ պետք է այդ միավորվենք ու այդ միավորված գործելով փորձենք հասնենք այդ արդյունքներին։
Դա երևի գլխավոր բանը։ Մենք ունենք մի քանի րոպե միայն մնացած, նախ ես շնորհակալ եմ, որ դուք եկաք իմ ծրագրից վրա եւ վաղը պիտի ունենաք ավելի մեծ ժողովրդական հանդիպումը, բոլորը հրավիրված եք, նորեն հասցեն 222 East Harvard Street, Glendale գետրոնական գրադարանի մեջ, Glendale քաղաքի մեջ, եւ դուք հարցումներ կտեսնեն, բազմաթիվ հարցումներ կան, այստեղ բազմաթիվ զանգողներ կան, եւ չեմ կարող դժբախտաբար իրենց ցայն տալ։ Վերջին խոսքը ինչ կուզես, ինչ պետք է անենք մենք եւ քիչ առաջ խոսեցար վերադարձի կարևորությունը հիմնական է, որովհետեւ վերադարձը գործ է եւ այլասիկ ինչ պիտի անենք, ծեր զավակները, ծեր տորնիկները ուղարկեցեք Հայաստան, դոերտան դեսնեն եւ իբրև գամավոր։ Ուրիշ բան չեմ դեսնել իմ ծրագրից այդպես է, եւ վախնալու կամ ընկրկելու կամ նպատակ չունենալու հարց չէ, դուք որ ծնողներ, որ այսօր արժավ լավ գերբով գխոսիկ ծեր տորնիկներուն եւ զավակներուն, հավասիկ դուք մեծ բարդականություն ունիք եւ հավասիկ կտեսնեք օրինակներ, որ երիտասարդներ, որոնց վրա ես հույս ունիմ եւ հավասիկ այսպեսի մարդոց վրա է, որ պիտի հիմնվի մեր ապագա Հայաստանը եւ միայն ես ադիգա գնամ, շնորհակալություն, որ եկաք եւ ցեզի հաջողություն եւ ուրիշ հայտարարություն մնալ գնամ դալ, որ այս ուրբաթ օր երեկոյան ժամի 7-ին Glendale-ի անուշ սրահին մեջ ուրեմն պիտի ցույց տրվի այս ֆիլմը ամբողջությամբ առաջին անգամ պրեմիերա ուրեմն անուշ ռեստորանը սրահը գտնվի 401 West Colorado Street Glendale ուրեմն այս ուրբաթ օր երեկոյան ժամի 7-ին այդ դեսայրիզը ցույց պիտի տրվի սակայն կարևոր է իմանալ, որ այս նպատակը տրամահավաք է ուրեմն կարևոր է, որ այս կազմակերպությունը նույնապես զորավոր լա եւ եթե պիտի ներկա լաք պետք է ձեր նյութական օժանդակությունը չի զլալ այս կազմակերպության աշխատանքային ֆոնդին համար ուրեմն դեսեք վաղը եւ մյուս օրը կան այսպիսի հետաքրքրական ծրագիրներ ցեզի վայելենք եւ մասնակցենք այստեղ մասնակցելով արդեն մասնակցած կլանք Հայաստանի մեջ ուրեմն շնորհակալություն նորեն գիշեր բարի եւ կհանդիպենք եկող չորեքշաբթի